Մոտ 17 տեսակի կանաչի է տիկին Դոնարան խառնում, ավելացնում համեմունքներ, որ թխի արցախյան ժենգյալով հացը։ 33 տարի շարունակ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում առաջինը ինքն էր ողջունում բոլորին, ժպտադեմ և հյուրընկալ։ Հիմա Երևանի նոր նորքի երկրորդ զանգված են եկել ու արդեն 7 ամիս Արցախի այցեքար ժենգյալով հացն այստեղ են պատրաստում։ Մեզ մոտ կոզի չրչարվալնք, դիժերել էր, բայց ստեղծալնք, ամել է եկալ, շուտ կեցալնք, ժենգյալնին ճարալնք, գործրալ, գործը առավոտը կանաչեղենի հավաքալնք, սաղ գողացիներից ուղարկատում, տանը աշխատով պատրաստալա, նույց էր մին առավոտը եկալնք աշխատանքի։ Ստեփանակերտում 4 հոգով էին աշխատում, Երևանում 5, եկել են շատ արագ տարածքը գտել ու հոկտեմբերի 23-ից անցել գործի։ Զվարթը 4 տարի առաջ է միացել թիմին, երբ 2020-ին տեղահանվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից։ Մինչև այսօր շարունակվում է մեր համատեղ աշխատանքը։ Ստեփանակերտից եկանք Երևան, նույն կերպ տիկին Դոնարան ասաց, ոչ միտեղ չաշխատես, մենք նորից շարունակելու ենք և հոկտեմբերից մինչև այսօր աշխատում ենք միասին, նույն կերպ, համերաշխ։ Այս ամենը ոչ միայն աշխատանք, այլ նաև Արցախը հիշելու և արցախյանը պահելու մի ձև է, որին տիկին Դոնարան, Զվարթը, Գայանեն, Էլան, Լուսինեն նվիրվել են անմնացորդ։ Միասին մի փոքրիկ արցախյան անկյուն են ստեղծել, Արցախի բարբառով, մարդկանցով, արցախյան հյուրընկալությամբ ու սիրով։ Մուք ստեղ Արցախի բարբառով խոսում, տեղացիների հետ ելեք մարդ կա սիրում է մեր լուզուն, ասմա մեկ էլ խոսիր, այնա հանց կին կա, ասմա ինչքանում սիրում ձեր լուզուն, կոզի ես Արցախի եկաշճում, բայց շատ եմ սիրում։ Բոլորին տեսնում եմ, թե համալսարանի աշխատակիցներին, թե շուկայի աշխատակիցներին, թե բոլորին կարելի ասած բոլորին։ Արցախյան ժենգյալով հացը նաև արտերկրում է պահանջարկ վայելում։ Ասում են համտեսում ու սիրում են առաջին փորձից։ Բաղադրատոմսի հատուկ գաղտնիքներ չկան, բայց ամենակարևորը պատրաստել սիրով ու հոգատարությամբ։ Ժենգյալով հացն էր մեր աղանդական տրադիցիան պիտի անպայման պահպանենք։ Արդեն շատերն են ճանաչել ժենգյալով հացը, շատերն են արդեն վերցնում, ամենտեղ հասնում է մեր ժենգյալով հացը։ Գերմանիա գնում, Ամերիկա են տանում, Ռուսաստան են տանում, թե թրթերուկու, թե ժենգյալով հացը։ Մենակ Արցախին գինի չկա ստեղ։ Նոր նորքի երկրորդ զանգվածում գտնվող այս տարածքում մի փոքրիկ հույս կա, որն Արցախը կորցնելուց հետո չի կորցնում և ոչ մեկը։ Աշխատում են վերադարձի հույսը իրենց սրտում պահելով, աշխատում են, որ կարողանան ապրել, որ վերադառնան։ Ամեն մարդ պիտի միջոց ստեղծե աշխատե, տեսնանք մինչև երբ ծիկ կտանք, տեղափոխվի Արցախ։ Արմինե Պետրոսյան, Մերուժան Հայրապետյան, Արցախ հեռուստատեսություն։